Ողջույն բոլորին, այսօր այցելում ենք Bershka բրենդային խանութ, որը ինչպես գիտեք Zara-ի փոքրիկ քույրերից մեկն է, այն ավելի շատ ներկայացնում է երիտասարդ կանանց հավաքածուներ, սակայն դա չի խանգարում նաև 35-40 տարի անց կանանց նույնպես օգտվել այս գեղեցիկ հավաքածուներից։ Bershka-ի մասին կարող ենք ասել, որ այն շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, շատ է համագործակցում նորաձևության ազդեցություն ունեցող ինֆլուենսերների, բլոգերների հետ եւ շատ է հետևում անընդհատ փոփոխվող տրենդերին։ Այստեղ մենք կարող ենք ծանոթանալ ամառային գեղեցիկ հավաքածուներին, որը պատրաստել է Bershka-ն։ Ինչպես գիտենք, Bershka-ն շատ արագ է փոփոխում իր հավաքածուները, քանի որ փորձում է մաքսիմալ համահունչ լինել բոլոր տրենդերին եւ բավականին ակտիվ ներկայացնում է բոլոր տրենդերի այն հատվածները, որոնք մաքսիմալ հենց երիտասարդ կանանց ոճին են համապատասխանում եւ երանգների առումով եւ ոճի առումով շատ թարմ եւ գեղեցիկ տրենդային մոդելներ են։ Այստեղ կարող ենք ուշադրություն դարձնել հետաքրքիր մոդելների, տոպերի տեսքով, թիշերտների տեսքով, արդեն իսկ ամբողջ ամառային վայբերը զգում ենք Bershka-ի խանութում։ Մի քանի նաև փաստ կարող եմ ասել Bershka-ի մասին։ Հիմնականում խանութներում դիզայներ է արված, ինչպես օրինակ գիշերային ակումբներում կամ ինչ-որ հետաքրքիր փաբերի նման, որովհետև ցանկանում են այդպիսի մթնոլորտ ստեղծել երիտասարդ աղջիկների համար, մաքսիմալ պատկերացնելու իրենց լուքերը այդպիսի վայրերում։ Ինչպես տեսնում եք, ջինսերի տեսականին, պայուսակների, կեդերի, տաբատների տեսքով, ինչպես միշտ մեծ տեսականի կարող եք այստեղ գտնել։ Շարունակենք ուսումնասիրել նաև նուրբ բլուզները, գործվածքի տեսքով տեսեք 17 եվրո արժողությամբ եւ բավականին հարմարավետ եւ ոճային տաբատներ, սանդալներ կաշվե, շատ գեղեցիկ են։ Կարող եք մեկնաբանություններում գրել, երբևէ օգտվել եք Bershka-ի կոշիկներից, թե ոչ, որքանով են նրանք հարմարավետ։ Այստեղ շարունակենք քայլել եւ ծանոթացնենք մյուս հավաքածուներին։ Տեսեք ինչ հետաքրքիր պայուսակ է այստեղ։ Գեղեցիկ աքսեսուարով։ Լողազգեստներն են, ինչպես տեսնում եք, ներկայացված 20 եվրո արժողությամբ միայն վերևի հատվածն է, 10-12 եվրո արժողությամբ նաև ներքևի հատված, այսինքն ընդհանուր մոտ 30 եվրո արժողությամբ։ Գեղեցիկ գործվածք է, տոպերը շատ տրենդային եւ նորաձև են այս ամռանը Bershka-ի կողմից ներկայացված հավաքածուներում եւ այսպիսի կեդերի տեսքով կոշիկները, որոնք դեռևս աշնանից սկսած բավականին տարածված են եւ հիմա շարունակում են նաեւ ամռանը։ Շատ գեղեցիկ բաճկոն է, իհարկե կարող ենք կրել եւ գարնանը, ամռանը, ցուրտ օրերին, երեկոներին, ինչպես նաեւ արդեն աշնանը կկարողանանք կրել, բավականին ակտուալ մոդել է եւ ունիվերսալ եւ սեզոնի առումով եւ ոճի առումով կարող եք տեսնել M չափը վերցրեցի, բավականին լայնոտ է, բայց oversize նույնպես գեղեցիկ է իմ կարծիքով։ Այստեղ ինչպես տեսնում եք, հետաքրքիր հանդերձարան է, շատ հետաքրքիր ֆունկցիաներ ունի այս հանդերձարանը, առաջին հայացքից շատ տարօրինակ տպավորություն կարող է ստեղծվել, բայց իրականում այստեղ դուք կարող եք սկանավորել QR կոդը հեռախոսի միջոցով եւ այստեղ դուք հայելու առջև կարող եք հատուկ այդ սկանավորումից հետո ձեզ մոտ է հայտնվում էկրաններին Bershka-ի կողմից հատուկ աքսեսուարների հավաքածու եւ դուք կարող եք տարբեր մոդելների հետ փորձարկել, թե ձեր հագածիրը օրինակ այս կամ այն պայուսակի կամ կոշիկների հետ ինչպես
կարող եք համադրել գեղեցիկ եւ հետաքրքիր տարբերվող ծառայություն է Bershka-ի կողմից։ Այստեղ գեղեցիկ եւ յուրահատուկ հատված է գեղեցիկ մաս է հատկացված կոշիկների համար, որտեղ համագործակցում են այլ դիզայներների հետ եւ ներկայացնում են յուրահատուկ տրենդային կոշիկներ, սպորտային մոդելներ։ Շարունակում ենք ամառային հավաքածուները ուսումնասիրել, ինչպես տեսնում եք, շատ մեծ հատված ներկայացված է կարճ շորտերի, կարճ տոպերի, բլուզների եւ շատ պրակտիկ հագուստին, ինչպես գիտենք, հատկապես Եվրոպայում շատ են կրում պրակտիկ հագուստ երիտասարդները եւ երևի թե մեծ մասը, մոտ 80% հավաքածուների հենց այդպիսի պրակտիկ ամենօրյա հագնելու հագուստ է ներկայացված։ Շատ հարմարավետ կտորներից հագուստ է։ Ի դեպ, Bershka-ն միացել է Join Life էկո հագուստի համակարգին, այսպես ասած, որը իրենից ներկայացնում է միմիայն բնական հումքից կարվող կտորներով հագուստ կարելու քաղաքականությանը եւ փորձում են մաքսիմալ բնական եւ շնչող կտորներից հագուստները կարել եւ դա կարող ենք նկատել Bershka-ի հավաքածուներում, որակյալ են հիմնականում, կարող ենք զգալ այդ բնական հումքը։ Կոշիկների առումով անձամբ երբևէ չեմ կրել Bershka-ից կոշիկներ, բնական կաշվից չեն, բայց արդյոք որքանով են հարմարավետ թե ոչ, կարող եք դուք, եթե երբևէ փորձել եք, նշել եւ ընդհանրապես կսպասենք արձագանքի, թե ինչպիսի փորձառությունն եք Bershka-ի թե որակի եւ թե եւ նաեւ որքան հաճախակի եք դուք մոդելներ ձեռք բերում Bershka-ից, սիրում եք այն թե ոչ։ Նաեւ աքսեսուարների շատ մեծ տեսականի կա, նույնպես երիտասարդ ոճի համար եւ այն կանայք, որոնք միշտ ձգտում են տրենդերին համապատասխան հագնվել, նույնպես շատ գեղեցիկ նորաձև լուքեր կարող են ստեղծել Bershka-ի միջոցով։ Նաև նշեմ, որ Bershka-ն շատ արագ է թարմեցնում իր տեսականիները, գրեթե ամեն շաբաթ կարող եք նոր հավաքածու տեսնել։ Այստեղ տեսեք յուրահատուկ ինստալացիա արված սպորտային հագուստի, որը համագործակցել են կոնկրետ այլ դիզայներների հետ եւ այսպես մի հատված ծանոթացնում են այդ տեսականուն։ Ընդհանրապես շատ գեղեցիկ էլեմենտներով տարբերվում է Bershka-ի հագուստը, եթե նույն տիպի ոճի մոդելները մենք կարող ենք տեսնել Zara-ի եւ նմանատիպ այլ խանութներում, այստեղ մենք էլեմենտների տեսքով կարող ենք զգալ տարբերությունները եւ ոճային առանձնահատկությունները կոնկրետ Bershka-ի պարագայում։ Տեսեք որքան հետաքրքիր տարբերակ լուք կարող եք ստանալ այս սպիտակ գեղեցիկ ամառային զգեստների եւ այս սանդալների հետ միասին, համադրելով որևէ գեղեցիկ օրինակ ջինսե պայուսակի հետ։ Շարունակենք քայլել, ուսումնասիրել հավաքածուները։ Գեղեցիկ կտրվածքներով հետաքրքիր զգեստ է 30 եվրո արժողությամբ։ Շատ շուտով նաև այդ բրենդային խանութները կսկսեն իրենց մեգա զեղչերի շրջանը եւ այս հետաքրքիր մոդելները դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել արդեն ավելի զեղչված արժեքներով։ Բացառություն չեն նաև կրունկներով կոշիկները, որոնք միշտ ակտուալ են նաև երիտասարդների շրջանում մեծ պահանջարկ ունեն։ Կապույտ եւ սպիտակ գեղեցիկ մոդելների համադրությամբ կարող եք ստանալ հետաքրքիր լուքեր, ժամանակակից։ Սա տեսեք մեջքի հատվածը մեծ պրինտով է եւ դիմացից ընդամենը փոքրիկ գրառումներ։ Հետաքրքիր եւ
շատ թեթև ամառային զգեստների հավաքածուներ կան, կրկին ծաղիկների պրինտով, առանց նաև կտորի հատուկ հյուսվածքներով։ Ինչու ոչ, նաև գեղեցիկ լուքերի համար ամռանը նույնպես ակտուալ են այսպես կովբոյական ոճի կոշիկները երկարաճիտ։ Այսպիսի բլուզներ մենք տեսել ենք նաև H&M-ում, Zara-ում և մյուս խանութներում։ Սրանք կարծում եմ մի փոքր ժամանակավոր կյանք կարող են ունենալ նորաձևության տեսակետից, այդքան էլ բազային մոդելներ չեն, բայց այս ամառվա համար կարող են գեղեցիկ համադրություն համարվել ձեր լուքերին։ Կաշվե տարբերակը արհեստական կաշվից 36 եվրո արժողությամբ կրկին երկարաճիտ կոշիկների հետ համադրությամբ լուք ստեղծելու համար։ Հիմա բարձրանանք երկրորդ հարկ և մի փոքր ծանոթանանք նաև տղամարդկանց հավաքածուներին։ Շատ մեծ տեղ է զբաղեցնում oversize թիշերտների և վերնաշապիկների հավաքածուները, մոդելները, այստեղ նույնպես տղաների մոտ տեսնում եք կովբոյական ստայլով կոշիկներ, այսպիսի դասական կոշիկներ, որոնք երկար ժամանակ կարծես թե այլևս նորաձև չէին, բայց այս տարի հայտնվել են բրենդային խանութների շարքում հավաքածուների մեջ։ Ժիլետներ, թիշերտներ oversize, տաբատները նույնպես oversize ոճի են, ինչպես նկատել եք նույնպես այստեղ հիմնականում ավելի երիտասարդ տղամարդկանց համար են հավաքածուները։ Այստեղ աքսեսուարներին կարող ենք ծանոթանալ, 13 եվրո արժողությամբ գոտիներն են արհեստական կաշվից։ Այստեղ նաև կովբոյական ոճի ջինսի տաբատներ են, շորտեր, կարգո ոճի տաբատները կրկին ակտուալ են այս ամռանը և տղամարդկանց համար աքսեսուարներ, որոնք կարող են լրացնել իրենց երիտասարդ ոճային լուքերը։ Իդեպ այստեղ կանայք նույնպես կարող են գտնել շատ գեղեցիկ տարբերակներ իրենց լուքերը համադրելու համար, եթե սիրում են oversize որակյալ թիշերտներ, օրինակ կամ վերնաշապիկներ իրենց հանդերձարանում։ Մակնոցիների մեծ տեսականի կա ներկայացված։ Շարունակենք քայլել։ Տեսեք հետաքրքիր դիզայնարված հսկա գնդակը երկու հարկերի արանքում կարծես այստեղ ամրեցված լինի։ Հետաքրքիր նաև տարբերակ է այս պայուսակը, կարող են կրել նաև երիտասարդ աղջիկները, կանայք, որպես գեղեցիկ համադրություն իրենց հետաքրքիր ժամանակակից տրենդային լուքերին։ Այսպես մենք ընդհանուր կարողացանք պատկերացում կազմել, թե այս մեկ ամսվա ընթացքում ինչպիսի մոդելներ է ներկայացրել Բերշկան և ընդհանուր պատկերացում կազմել իր ոճի և այս ամառվա հիմնական տրենդերին համապատասխան իր հավաքածուները։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր այսօրվա տեսանյութը, չմոռանաք անպայման բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել այս տեսանյութը և կիսվել մեկնաբանություններում ձեր տպավորություններով և եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Սպասեք նորանոր տեսանյութերի։ Մինչ նոր հանդիպում։